Հոգնել է կանգրագետ պաշտոնյաներից։ Պատկերացրեք մի երկիր, որտեղ առողջապահության նախարարը պարտադիր պետք է լինի երկրի լավագույն բժիշկը, իսկ էկոնոմիկան ղեկավարի ոչ թե քաղաքական գործիչը, այլ տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիրը։ Սա ֆանտաստիկա չէ, սրա անունը տեխնոկրատիա է։ Բառացի նշանակում է վարպետների կամ հմուտների իշխանություն։ Այստեղ կարևորը ոչ թե լավ ճառ ասելն է կամ էլ հազարավոր ձայներ հավաքելը, այլ թե դու ինչ գիտելիք ունես։ Լավագույն օրինակը Սինգապուրն է։ Հիմա ուշադիր, կապշեք։ 1965 թվականին, երբ Սինգապուրը անկախացավ, այն ճահիճների վրա կառուցված մի աղքատ բնակավայր էր։ Մեկ շնչին բաժին ընկնող խնան կազմում էր ընդամենը $500։ Երկիրը չուներ նույնիսկ խմելու ջուր։ Ինչ արեց լեգենդար Լի Քուան Յուն։ Նա կառավարությունը լրացրեց աշխարհի լավագույն կրթությունը ստացած ինժեներներով, տնտեսագետներով, քաղաքագետներով, իրավաբաններով ու կառավարիչներով։ Արդյունքը այսօր Սինգապուրում մեկ շնչին ընկնող խնան գերազանցում է $88,000։ Համեմատության համար դա ավելի բարձր է, քան Ամերիկայում կամ Գերմանիայում։ Նրանք $500-ից հասան $88,000-ի ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացքում։ Սա տեխնոկրատիայի ցուցադրական հաղթանակներ աշխարհում, բայց տեխնոկրատիան ունի մի սուր անկյուն, որը կարող է կտրել։ Դա պաշտոնյաների աշխատավարձն է։ Տեխնոկրատները պնդում են, որ լավագույն մասնագետը չի գա պետական համակարգ կոպեկներով աշխատել։ Հիմա նույնը ասում է Փաշինյանը, այլ հարց է, որ տեխնոկրատ կառավարիչներ չունենք։ Օրինակ, գիտեիք, որ Սինգապուրի վարչապետի տարեկան աշխատավարձը կազմում է մոտ $1.6 միլիոն։ Դա մոտ 4 անգամ ավելի շատ է, քան Ամերիկայի նախագահի աշխատավարձը։ Տրամաբանությունը պարզ է։ Վճարիր պաշտոնյային շատ, որ կոռուպցիայով չզբաղվի ու մոտիվացվի աշխատել ավելի արդյունավետ։ Ու սա գործունակ մոդել է։ Ըստ Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համատեւի Սինգապուրը մտնում է աշխարհի 5 ամենաչկոռումպացված երկրների մեջ, մինչդեռ շատ դեմոկրատական երկրներ պայքարում են կաշառակերության դեմ, զորօրինակ դեմոկրատիայի բաստիոն Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ վերցնենք Չինաստանը։ Չինաստանի քաղբյուրոյի անդամների ճնշող մեծամասնությունը կոնկուսի ինժեներներ են։ Նախագահ Սի Ցզինպինը օրինակ քիմիկոս ինժեներ է։ Դրա համար էլ չինական իշխանությունները ոչ թե էմոցիոնալ քաղաքական ելույթներ են ունենում, այլ պրագմատիկ հաշվարկված արդյունքներին միտված աշխատանք են իրականացնում, բայց կա նաև մութ կողմը։ Տեխնոկրատիան սառն է, զգացմունք չունի, թվերը հոգի չունեն։ Երբ որոշումները կայացվում են զուտ Excel-ի աղյուսակներով, սովորական մարդու ցավը կարող է անտեսվել։ Տեխնոկրատները կարող են կրճատել թոշակները կամ կրկնակի բարձրացնել հարկերը, որովհետև տնտեսությունն է այդպես պահանջում, առանց մտածելու, թե սովորական մարդը դրատակից ինչպես է դուրս գալու։ Էֆեկտիվության աստվածությունն է տիրում տեխնոկրատիայում։ Հիմա դուք ընտրեք։ Կուզեիք, որ Հայաստանի կառավարությունը բաղկացած լիներ միայն Հարվարդ, Օքսֆորդ, Սորբոն ավարտած բարձր վարձատրվող պրոֆեսիոնալներից, ովքեր ձեր կարծիքը թերևս երբեք չէին հարցնի, բայց կապահովեին տնտեսական աճ, թե այնուամենայնիվ ձեզ պետք է կատարող իշխանություն, ոչ թե թելադրող։